Բարև ձեզ, միանգամից կներկայացնեմ նախագծի տեքստը, որը վերաբերում է հայրենական մեծ պատերազմում տարված հաղթանակի 80-ամյակին, ինչով է սրա կարևորությունը մեր համար նշանավորվում, դա առաջնյակում պայմանավորված է հայ ժողովրդի բավականին մեծ մասնակցությամբ և հաղթանակում տարած բավականին մեծ ներդրմամբ և հաշվառելով այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ լինելու աշխարհի տարբեր հատվածներում ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի համատեքստում առաջարկում ենք հայտարարության հետևյալ տեքստը, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով և մեծ զոհությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ, երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, նաև իր բնույթով, այն քաղաքակրթական պայքար էր ընդդեմ այլատյացության։ Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր Խորհրդային Միության դերը, պատերազմում բեկումնային էին Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպայի ազատագրումը ֆաշիզմից անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի։ Հայ ժողովրդի աշխարհի տարբեր անկյուններում հսկայական ներդրում են ունեցել չարիքի առանց կանցկացող նացիզմի դեմ տարված հաղթանակում։ Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր հայրենական մեծ պատերազմի տարիներին, լինելով Սովետական Միության կազմի մեջ մտնող համատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից, Հայաստանի Սոցիալիստական Հանրապետությունը մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր։ Հայրենիքի պաշտպանության ընդհանուր գործում զգալի էր նաև արցախահայերի ավանդը, ընդ որում այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողություններին ուղղակի մասնակցության մեջ դրսևորվեց, այլ նաև հաղթանակի նպաստող այլ բնագավառներում։ Անօրինալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ զորահրամանատարների ու բացառիկ հրամանատարական կազմի ներկայացուցիչների կազմակերպչական տաղանդն ու զինվորների սխրանքը։ Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաև հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու և Սփյուռքի դերակատարումը։ Հայությունը իր կարևոր մասնաբաժին ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում և այդ ամենն արվել է նաև հայ ժողովրդի որդիների այրամբ և տառապանքի գնով։ Ի դեպ, այս օրերին նույն խորհրդանշական օրը մեծ հաղթանակի ժառանգները 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին, հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ։ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։ Սա ինչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսևորում, և եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա ապարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով, չարժանանալով քաղաքակիրթ մարդկության, պատշաճ դատապարտմանն ու պարծավանքին։ Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական ոճը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորման։ Շնորհակալություն։